միշտ հաճելի է ձեզ մեր մարզում տեսնել։ Աշխատանքային այցի շրջանակում այսօր Շիրակի մարզում էր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Վերջինիս ընդունել է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, հանդիպման առանցքում վերջին ժամանակներում ակտուալ դարձած, ինչպես նաև մի քանի տասնամյակներում չարչրկվող ու մարդու իրավունքները ոտնահարող երևույթների վերաբերող հարցերն են։ Նախ չվերահսկվող մեդիան է հասցրել ի վնաս աշխատել թե պաշտոնյաների եւ թե շարքային քաղաքացիների իրավունքների շուրջ։ Պետական պաշտոնյայի ընտանիքի անդամներն են թիրախավորվում, որտեղ կան երեխաներ, որտեղ կա կին, որ ընդհանրապես կապ չունի ծնողներ, որոնք ընդհանրապես կապ չունեն պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից, իր գործունեությունից եւ շատերի կողմից թիրախավորվում են նաեւ պետական պաշտոնյայի ընտանիքի անդամները։ Կարծում եմ մեր հիմնական գաղափարը եւ բոլոր դերակատարների առաքելությունը հիմնական պետք է լինի այս հասարակությունում նախ ցույց տալու խոսքի ազատության կարեւորությունը, ցույց տալու դրա սահմանները, միևնույն ժամանակ հասկանալու թե այդ սահմանները հատելու պարագայում ընդհանրապես ինչ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, որովհետեւ այո, միշտ չէ որ խոսքը իրավաչափ է, բայց նաեւ միշտ չէ որ ոչ իրավաչափ խոսքը քրեական պատասխանատվության կարող է հանգեցնել։ Մարդու իրավունքների պաշտպանին Գյումրի էր բերել նաև գյումրեցիների կողմից ամենաշատ բարձրաձայնված հարցերը անօթևանությունից մինչև ընտանեկան բռնություն։ Համագործակցությունն այս առումով կարևոր է համարում Մանասյանը, այդ համատեքստում ընդգծում հստակ քայլեր ձեռնարկել է։ Մեկը կուզենամ հատուկ արձանագրել երկրաշարժից տուժած քաղաքացիների ու նրանց բնակարանային ապահովման խնդիրը, որը կարծես թե մնում է մեզ մոտ այն հիմնական հարցերից մեկը ու շարունակում է արդիական մնալ, որովհետև մենք շարունակում ենք ստանալ այս առումով քաղաքացիներից դիմում բողոքներ, նախկին զինվորականների, զինհաշմանդամների եւ այլնի հետ կապված ենք հիմա ստանում դիմումներ, մասնավորապես իրենց բնակարանային ապահովման խնդիրները լուծելու, որովհետեւ զինվորական ծառայության ընթացքում անձինք հաշմանդամություն են ձեռք բերել եւ այս պահին տարբեր սոցիալական եւ այլ խնդիրներով պայմանավորված եւ նաեւ տարբեր հանգամանքներով պայմանավորված, ինչպես չեն ունեցել բնակարանային ապահովում, այնպես շարունակում են չունենալ։ Արուշանյանի խոսքով անօթևանության խնդիրը Գյումրիում ձգձգվել է, քանի որ շատ դեպքերում ընտանիքը մեծացել է ու ստիպված մի մասը կրկին տնակում են մնացել կամ բնականon ստացել են եւ վաճառել ֆինանսական դժվարություններից ելնելով։ Բայց բնականաբար կան նաեւ մարդիկ, որոնք ցավոք 37 տարի անց դեռ բնակվում են այսպես կոչված ժամանակավոր տնակներում, որոնք ցանդեպ պետությունը իրականում պարտավորություն ունի։ Անդրադառնալով ընտանեկան բռնությանը, ՄԻՊ-ը նշել է, որ պատկերը մարզում հուսադրող չէ, ուստի համապատասխան պետական եւ իրավական մարմինները այստեղ եւս անելիքներ ունեն։ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ օրերս գյումրեցի Լիլիթ Աղեկյանի ձերբակալության ապակալանավորման դեպքին, հարցին թե արդյոք նրան գիշերազգեստով են ձերբակալել, ապա բռնի ուժ կիրառել նրա նկատմամբ, պաշտպանը նշում է, պետք է քննությունը պարզի, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել նաեւ հանդիպել Աղեկյանի հարազատների հետ։ Մենք եւս պաշտոնական գրավոր պարզաբանումներ ենք այս փուլում պահանջում իրավասու մարմնից, որպեսզի կարողանանք համադրության արդյունքում նաև մեր իրավասության շրջանակներում հասկանանք եղելությունը եւ իհարկե եթե խոսքը խոշտանգման մասին է, ապա բոլորս գիտենք, որ խոշտանգումը վատ վերաբերմունքի ամենածանր տեսակն է, հետեւաբար այստեղ իրոք պետք է քննարկման առարկա դառնա արդյոք խոսքը հենց խոշտանգման մասին է, թե վատ վերաբերմունքի այլ դրսևորումների եւ այս փուլում մենք այդ ամբողջ տեղեկատվությունը ըստ էության փորձում ենք ամփոփել։ Մարդու իրավունքների պաշտպանը ստանալով հրավեր նաև Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջից այցելեց նաև կրթական հաստատություն, լսեց ուսանողներին, մտքեր փոխանակվեցին հարց ու պատասխան ֆորմատով։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները Հայաստանից դուրս են։ Ազգային ժողովում այս մասին ասել է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Մենք վերջին ժամանակահատվածում, այո, կապված բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ունենք եւ բազմաթիվ քրեական վարույթներ ունենք։ Իմ հաշվետվության մեջ առանձին դրանց չեմ անդրադարձել, որովհետեւ եթե ձեզ թվային որոշակի պատկեր ապետ, ես կարող եմ գրավոր պատասխանել առանձին վիճակագրություն ներկայացնել այդ մասով, բայց նշեմ, որ մենք հիմա բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ ունենք եւ քննչական կոմիտեն նաեւ պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե այդ ոլորտում ինչ բացահայտումներ ունենք, այն դեպքերով, որոնցով որ անձինք կամ հանցավոր խմբի անդամներից որոշ մասնակիցներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, մենք հիմնականում դրանցով
ունենք լավ արդյունքներ, լավ պայմանականորեն, այսինքն քրեական հետապնդման ենթարկված անձինք ունենք եւ դատական հեռանկարի առումով ավարտված վարույթներ ունենք, բայց գիտեք, որ այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Դերերի բաշխումն այնպես է, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, դա վերջի ժամանակահատվածում նաև մենք ունենք այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում նաև ստեղ կատարված, երբ որ այլ պետություններում ըստ էության կատարված հանցագործությունները նաև դերակատարները նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էին, այդ մասով էլ նաև հաղորդագրություն է տարածվել, երբ որ մենք համագործակցելով նաև այդ խումբը բացահայտեցինք։ Այս առումով այսքանը, բայց ես ուզում եմ նշեմ, որ երբ որ այդ վարույթները ուսումնասիրվեց նաև իմ մոտ քննարկելու արդյունքում, երբ որ վերհանվեցին խնդիրները, մեզ համար առաջնային կարգով մինչև հանցագործությունների հետ կապված հետևից գնալը մեզ համար խնդիր էր առաջնային, որպեսզի այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի նախ կանխենք հետագա այն խոցելի հատվածները, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի հանցավոր կազմակերպության անդամները հափշտակեն այդ գումարները։ Ես դրա հիման վրա իմ կողմից Կենտրոնական բանկի նախագահին միջնորդագիր հասցեագրվեց, որպեսզի այնպիսի գործիքակազմ եւ այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի այդ խարդախները հնարավորություն չունենան կոնկրետ քաղաքացուց գումարներ հափշտակեն կամ առավելապես նրանց գործը բարդանա։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ գործարքները հիմնականում կատարվում էին մի քանի բանկերի միջոցով եւ միջնորդագրի քննարկման արդյունքում ըստ էության նաեւ հանձնաժողով ձևավորվեց եւ այդ հանձնաժողովը հիմա աշխատում է, սկսած թե ինչպիսի մեխանիզմներ ներդրեն, որպեսզի նույնականացվի, որ դա հենց բանկի հաճախորդն է։ Որպեսզի աշխատաշուկայում բժիշկների եւ իրավաբանների չափ անասնաբույժներ եւ շինարարներ լինեն, պետությունն ամեն տարի գերակա մասնագիտությունների ցանկ է հաստատում։ Եթե ուսումնարան քոլեջ դիմողներն այդ մասնագիտություններով են ընդունվում, ստանում են բարձր կրթաթոշակ։ 3 մեծ ուղղություններով է իրականացվում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարություն, եւ այս ուղղություններով անցյալ տարվանից սկսել ենք ընդունելություն հայտարարել շուրջ 10 անգամ ավելի բարձր կրթաթոշակով, նախկինում շուրջ 5000 դրամ էր կրթաթոշակը, իսկ ներկայումս գերակա մասնագիտությունների գծով 50000 դրամի չափով կրթաթոշակ է առաջարկվում։ 50000 դրամ կրթաթոշակ ստանում են բոլոր առաջին կուրսեցիները։ Երկրորդ կուրսից հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը։ Եթե գերազանց ամբողջությամբ առաջադիմությունը կրկնվեմ 55% է, 55000 է դառնում, եթե լրիվ լավ եւ գերազանցով ավարտում պահպանվում է 50000 դրամը, իսկ եթե 75%-ից ներքև է լավ եւ գերազանց գնահատականների քանակը ընդհանուր գնահատականների զրկվում է կրթաթոշակից 75-ից 100%-ի դեպքում մինչև 100%-ի դեպքում 40000-ական դրամ են ստանում կրթաթոշակ։ Ծրագիրը նպաստել է միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատություններում դիմորդների թվի ավելացմանը, նշում է փոխնախարարը։ Այս տարի արդեն ունենք ավելի լավ ցուցանիշներ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, որով իրականացվում է 14 ուղղությամբ գերակա մասնագիտություններով ընդունելություն։ Անցյալ տարի ընդունվել էին 445 ուսանողներ, այս տարի 717 ուսանողներ են ընդունվել։ Արհեստագործական ծրագրերով 21 ուղղություններով գերակա մասնագիտություններով կրթություն ենք իրականացնում եւ անցյալ տարի ընդունվել էին 442 ուսանողներ, այս տարի ընդունվել են 988 ուսանողներ։ Շատ օգնեց, որ շրջաներից հատկապես կամ մոտ շրջանների ժողովուրդը, ովքեր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեին երեխուն ուսման տալու, դա ահագին օգնեց եւ լավագույն երեխեքն են եկել։ Այս տարվա որակի վերլուծությունը ցույց տվեց, որ բավականին որակն էլ է բարձրացել։ Ուսանողն անվճար համակարգում սովորի թե վճարովի միևնույնն է ստանում է կրթաթոշակ։ Սովորում եմ անվճար, ստանում եմ ամեն ամիս 50000 դրամ կրթաթոշակ։ Կրթաթոշակը իրոք մոտիվացնում է ավելի լավ սովորելուն, ավելի լավ առաջադիմություն ունենալուն, եւ բոլորը ձգտում են այն պահպանելուն։ Սկզբում երբ եկել էի քոլեջ, դեռ չգիտեի որ պետք է կրթաթոշակ ստանայի, երբ ընդունվեցի նոր իմացա, եւ դա կարելի է ավելի լրացուցիչ մոտիվացիա եղավ, որպեսզի իմ գերազանց առաջադիմությունը պահպանեմ։
Մասնագետները վստահ են, ծրագիրը կօգնի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ եւ մրցունակ կադրեր պատրաստել։ Հա, ամեցեք եկաք։ Հանգիստ, ամենը մեկը ինչ տեղն է նստում։ Համազասպ Գոյումչյանը 70-անց տարիքում մշտական աշխատանքի է ընդունվել դպրոցում։ Մանկավարժությանը վերադարձել է ավելի քան 20 տարվա դադարից հետո։ Դասվար է եղել, հետո հայերենի ուսուցիչ, դասախոս։ 2000-ականների սկզբին մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ հիմա շախմատ է դասավանդում։ Դրա համար նախ վերապատրաստման դասընթացների է մասնակցել շախմատի ակադեմիայում, քննություն հանձնել ու ձեռք բերել դպրոցում աշխատելու իրավունք։ Հետո էլ դպրոցում է մասնակցել թափուր տեղի մրցույթին ու հաղթել։ Բայց այսքան ճանապարհն անցնելուց հետո, երբ դպրոցի դռները նորից բացվել են իր առաջ, կասկածը մի պահ գլուխ է բարձրացրել։ Իսկ եթե չկարողանա, մանավանդ երբ առաջին օրը մտել է դասարան ու տեսել 35 աշակերտներին, որոնց համար շախմատի դաս կազմակերպելը փաստորեն նոր բան էր իր կյանքում։ Այսօր թույլ ես խաղացել դու։ Սովորաբար ուժեղ ես խաղում։ Տես, ինչքան զոհեր ես տվել։ Իսկ դու ամբողջովին չես օգտագործում քո խաղաքարը։ Պետք է այնպես անես, որ բոլոր խաղաքարերը աշխատեն։ Հիմա տես, թողել ես սրանք այստեղ, իսկ նա բավական տես ակտիվացրել է։ Բոլոր գրեթե խաղաքարերը խաղի մեջ են։ Իսկ դու թողել ես 5 խաղաքար անգործ, դրա համար չի ստացվի այն արդյունքը, որով դու սպասում ես։ Ես որ դպրոցը թողել էի մի առ ժամանակ, կարոտով նայում էի, առավոտը 8-ին վեր էի գնում, նայում էի թե աշակերտներն ինչպես են դպրոց գնում, այսպես սիրտս լցվում էր։ Ես կարոտով մտա դպրոց, առաջի օրը դժվար էր, երկրորդ օրը արդեն հեշտ էր, երրորդ արդեն որը հաճելի էր ուղղակի։ Իսկ հիմա, եթե ես դպրոցում արդեն այնքան եմ կապվել, որ եթե ես դպրոց չգամ, արդեն հիվանդանում եմ։ Ասում է, երբ աշխատանքը սիրելի է ու գործում էլ համընդհանուր աջակցություն է ստանում, թե դպրոցում եւ թե ընտանիքում, ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Եվ այսօրվա դրությամբ երբ տեսնում եմ դպրոցական ռեֆորմները, դրանք տեսնում եմ, որ բոլորն ուղղված են երեխաներին, աշակերտներին, ուզում են ամեն ինչ կարգավորել։ Իհարկե կան որոշակի թերություններ, որ մի անգամից չի կարողանում լուծվել, բայց դրանք բոլորն ինձ ողջևորում են, որ ես կարողանամ ավելի ակտիվ աշխատեմ այնպես, որ երիտասարդներին հասնեմ։ Իսկ եթե չհասնեմ, ինձ երևի ներող կլինի։ Համազասպ Գոյումչյանը նկատել է, որ մեծ տարիքում ավելի հեշտ է երեխաների հետ աշխատելը։ Ասում է, նախկին փորձը վերլուծել է ու հիմա ավելի լավ են իրար հասկանում։ Տեսնեմ, պիտի կռահես ինչ որ խաղ կա։ Չգիտեմ, չեմ ասի։ Հավելում է, նոր սերունդը շատ ավելի լավն ու բանիմաց է։ Իհարկե 25-ից 35 երեխայի հետ դասապրոցեսը կազմակերպելն իր բարդությունն ունի, մանավանդ անհատական աշխատանքը։ Յուրաքանչյուր ծանր խնդիր լուծում ունի։ Գտնում եմ որոշակի լուծումներ, որպեսզի ակտիվացնեմ երեխաներին եւ մասնակցում են նրանք մեկը մյուսին են սովորեցնում։ Ես սիրում եմ շախմատի դասերը, քանի որ այնտեղ խաղը արդար է։ Մեր շախմատի դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Մենք շախմատ անցնում ենք երկրորդ դասարանից, հիմա 4-րդ դասարան ենք, այո, սովորել ենք։ Դասերին գալիս ենք ուրախ զվարթ, խաղում ենք, զբաղվում ենք, նոր բաներ ենք սովորում, ոնց մատ անել, խաղալը, ով չգիտի սովորացնում ենք։ Համազասպ Գոյումչյանին դպրոց վերադառնալու միտքը հուշել է նաև աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններից մեկը, ըստ որի կենսաթոշակի տարիքը չի կարող հիմք լինել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու համար։ Հետևաբար գործի ընդունվելիս էլ չպետք է խոչընդոտ լինի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ասում է, նախկինում դա թողնված էր աշխատողի ու գործատուի հայեցողությանը։ Հիմա աշխատողների համար սահմանված են հստակ երաշխիքներ։ Կենսաթոշակային տարիքի հասնելը դա վճիռ չի, որ մարդը աշխատունակ չի։ Ռուբեն Սարգսյանը նշում է, Հայաստանը ծերացող հասարակություն ունի, բացի այդ էլ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տարեց մարդկանց աշխատելու հնարավորություն տալը արդյունավետ է։ Տարիքային հիմքով աշխատանքից ազատելը դա ընդհանրապես եւ խտրականության դրսեւորում է եւ թյուր ընկալում է աշխատունակության վերաբերյալ եւ ակտիվ ծերացման ծրագրի գաղափարի շուրջ նաև նման փոփոխություն ավելացրեցինք աշխատանքային օրենսգրքում։ Փոխնախարարը շեշտում է, աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հիմքերը պետք է լինեն օբյեկտիվ։ Հմտությունների պակաս կամ
կարողությունների կամ մարդու աշխատակցի կողմից որոշ կանոնակարգեր չպահպանելու պարագայում կամ այլ հիմքեր, բայց ոչ տարիքային հիմքը, որտեղ դեռ վիճելի է շատ մասնագիտություններում 65 անցը կարող է X գործողություն ավելի լավ անել, թե 35 տարեկան, թե 21 տարեկան։ Տարիքի պատճառաբանությամբ աշխատանքային հարաբերությունները չդադարեցնելու օրենսդրական դրույթը չի վերաբերում հանրային ծառայողներին կամ քաղծառայողներին։ Պաշտոնյան ասում է, հիմա նախապատրաստվում են ու հավանաբար այդ ոլորտում նույնպես տարիքային սահմանափակումները շուտով կվերացվեն։ Առավոտյան ենք որոշակի աշխատանքային ներքին քննարկում ունեցել, որ ըստ այդմ դերերի բաշխում ֆունկցիաների ու ընդհանուր մոտեցումների մասով որ ընթացս արդեն քննարկում կունենանք։ Իսկ թե ինչու տարիքի պատճառով մարդուն գործից չազատելու պահանջը չի սահմանվել միանգամից բոլորի համար, նախարարի տեղակալն ասում է, աշխատաշուկան նախապատրաստելու խնդիր կար։ Բացի այդ, դա չէր արվելու մեկ իրավական ակտի փոփոխությամբ, այլ այդ փոփոխությունների կարիքը լինելու էր տարբեր ուղղություններով։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նույն հարցին անդրադառնալով նշում է, տարանջատումն իհարկե ճիշտ չի համարում ու կողմ է բոլոր սահմանափակումների վերացմանը։ Ցավոք մենք պետական համակարգում հանրային ծառայության ոլորտում շատ սահմանափակումներ ունենք եւ տարիքով սահմանափակված եւ նույնիսկ հաշմանդամությամբ եւ սա իսկապես խտրական մոտեցում է։ Դրանք ես կարծում եմ, որ մենք ժառանգել ենք, այսինքն այս համակարգը ժառանգել ենք եւ դրանք վերանայման կարիք ունեն։ Բայց քանի որ դրանք շատ ամուր են, այսպես ասեմ, համակարգում եւ բավականին մշակույթ է ձևավորված, մոտեցումներ կան, երբեմն վախեր կան, կարծրատիպեր ունենք մենք ինքներս, նույնիսկ որոշումներ կայացնողներս, հետեւաբար ես կարծում եմ, որ որոշ ժամանակ այնուամենայնիվ կպահանջվի որոշակի քննարկումների համար։ Զարուհի Բաթոյանը կարծում է, հատկապես ծերացող հասարակությունում մարդուն պետք է աշխատելու հնարավորություն տալ այնքան, քանի դեռ նա կարողանում է աշխատել, ստեղծագործել, բարիք ստեղծել։ Կարևոր է, կարծում եմ, այն հանգամանքը, որ աշխատանքի հնարավորությունները մարդը պիտի ունենա ոչ թե տարբեր հանգամանքներից ելնելով, մասնավորապես օրինակ հաշմանդամությամբ պայմանավորված, սեռով պայմանավորված, տարիքային որևէ խմբով պայմանավորված, այլ իր հմտություններով եւ գիտելիքներով եւ որքանով է պատրաստ եւ ունակ աշխատելու։ Հետեւաբար մենք այս պիտի հաշվի առնենք եւ նաեւ մեր աշխատանքներ, որպես օրենսդիր մարմին, որպես կառավարություն հնարավորինս շատ պայմաններ ստեղծենք այդ ինքնադրսևորման համար։ Պայմաններ ասելով նկատի ունի ինչպես օրենսդրական փոփոխությունները, այնպես էլ վերապատրաստումները, նոր մասնագիտացման հնարավորությունները։ Մարդիկ պիտի կարողանան նաև տարիների ընթացքում ինչու ոչ փոխելու իրենց մասնագիտությունը, զբաղմունքը, ոլորտը, համատեղելու երբեմն։ Եվ դա չպետք է լինի այսպես շատ կարծրացած։ Մենք սովոր ենք, որ մասնագիտությունը ընտրում ենք կյանքի համար։ Այս իմաստով կարևոր է համարում դպրոցում շախմատի ուսուցիչ աշխատող Համազազդ Ղոյումչյանի օրինակը։ Եթե նույնիսկ 70 տարեկանում մարդը կարողանում է նոր հմտություններ ձեռք բերել, փոխել ոլորտը եւ ինքնաբավ զգալ իրեն եւ հաճույք ստանալ իր աշխատանքից, ապա սա հնարավոր է շատ շատերի դեպքում։ Համազազդ Ղոյումչյանն ի դեպ դպրոցից բացի այլ աշխատանք էլ ունի։ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի նախագահի Թուրքիայում բանակցություններ անցկացնելու առաջարկին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ի պատասխան հայտարարել է, որ 5-շաբթի օրը անձամբ Պուտինին կսպասի Ստամբուլում։ Վաղվանից մենք սպասում ենք հրադադար, այս առաջարկը սեղանին է լիարժեք եւ անվերապահ զինադադարը, որը կտևի բավական երկար դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքեր ապահովելու նպատակով, կարող է զգալիորեն մոտեցնել խաղաղությունը, հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով Կիևը բացարձակապես խնդիր չունի բանակցությունների հետ կապված։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի, շեշտել է Զելենսկին։ Այս 5-շաբթի մայիսի 15-ին ես կլինեմ Թուրքիայում եւ ակնկալում եմ, որ Պուտինը նույնպես կգա Թուրքիա անձամբ եւ ես հուսով եմ, որ այս անգամ Պուտինը արդարացումներ չի փնտրի, թե ինչու չի կարող դա անել։ Ավելի վաղ ռուսական եւ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել արդեն մայիսի 15-ին Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել էին ավելի վաղ։
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ լուծ արվում է եւ որոշում է դադարեցնել Թուրքիայի հետ ավելի քան 40 տարի շարունակվող զինված պայքարը։ Կուսակցությունից ավելի վաղ հայտարարել էին, որ մայիսի 5-ից 7-ը համագումար են անցկացրել, հետևելով առաջնորդ Աբդուլլա Օջալանի զինաթափման եւ ինքնալուծարման կոչին։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է նաեւ պայքարի քաղաքական եւ ժողովրդավարական մեթոդներին անցնելու մասին եւ կոչ արել միջազգային հանրությանն օգնել։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը զենքերը վայր դնելու եւ լուծարվելու եզրին է, ինչը նրա ազդարարում է նոր դարաշրջանի սկիզբ։ Էրդողանը զգուշացրել է, որ չնայած այս զարգացումը կարող է շրջադարձային կետ լինել, գործընթացը պետք է ուշադիր կառավարվի։ Մայիսի 11-ին Օմանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել Իրանի ու Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը, որի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել միջուկային խնդրի եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը բանակցությունների ընթացքում գլխավորել են պատվիրակությունները։ Օմանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել որպես միջնորդ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների այս փուլն ավելի լուրջ եւ պարզ էր, քան նախորդները։ Նրա բնորոշմամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները միջուկային հարցի շուրջ բանակցությունների 4-րդ փուլից հետո մոտեցել են։ Արաղչին հայտնել էր, որ կողմերը մանրամասն բանակցություններ են վարել, մասնավորապես քննարկել են այն հարցերը, որոնց վերաբերյալ Միացյալ Նահանգներն ու Իրանը տարաձայնություններ ունեն։ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը հայտարարել են 90 օրով փոխադարձաբար մաքսատուրքերը 24%-ով նվազեցնելու մասին։ Ավելի վաղ Ժնևում տեղի էին ունեցել Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչն էլ իր հերթին նշել էր, որ Շվեյցարիայում 2 շատ կառուցողական օր են ունեցել։ Նա շեշտել էր, որ համաձայնության հնարավոր է եղել հասնել շատ արագ, ինչը վկայում է այն մասին, որ տարաձայնությունները գուցե այնքան մեծ չէին, որքան կարծում էին։ Գեղարքունիքի մարզի եւ ֆրանսիական իզերի դեպարտամենտի միջև մշակութային գործակցությամբ Գավառ քաղաքում Պարի փառատոն է անցկացվում։ 14 խումբ ներկայանում է ժամանակակից պարերով։ Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական Հալե Էգայան պարախմբի մասնագետները։ Համատեղ փորձում են ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաեւ ժամանակակիցը։ Համույթի պարուսուցիչների այցերը տարեկան 3 անգամ են, որոնց ընթացքում երրորդյա մաստեր կլաս են անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ։ Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա եւ երիտասարդ մասնակցում են ժամանակակից պարի աշխատարաններին եւ ուրախ են տեսնելու արձանագրելու Գեղարքունիքի եւ Իզերի դեպարտամենտի համագործակցված աշխատանքի արդյունքը։ Տեղացի ընկերներիցս մեկին հարցրի. «Ինչ է քեզ համար այս գործակցությունը»։ Ասաց. «Այս գործակցության մեջ դու ֆրանսիացի չես, ես էլ հայ չեմ, երկուսս էլ պարող ենք։ Սա միջոց է համախմբվելու ոչ թե բառերի մակարդակով. ես սիրում եմ հայերին, ես սիրում եմ ֆրանսիացիներին, այլ մշակութային երկխոսությամբ, գիտելիքներ փոխանակելով»։ Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկված են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը եւ ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները։ Փառատոնին նրանց են միացել պարողներ նաեւ Սյունիքի մարզից։ Պարախմբերից շատերը սիրողական են եւ ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման մասնակիցները բացահայտում են ոչ միայն այլ ազգերի, այլև Հայաստանի տարբեր մարզերի պարի ավանդույթները։ Այսպիսի միջոցառման անցկացումը Գավառ քաղաքում ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, բարեկամական կապերի ամրապնդմանն է նպաստում, այլ նաև տարբեր համայնքների, մարզերի միջև կապի ստեղծմանը եւ շատ ուրախալի էր, որ մենք նաև մեր քաղաքում հյուրընկալել ենք Գորիսի մեր երեխաներին, սա նաև հնարավորություն է, որպեսզի մեր երեխաները ազատ ժամանակ անցկացնեն Գավառում, ծանոթանան մեր քաղաքին, պատմությանը։ Երկօրյա փառատոնի բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր, իսկ լավագույն 2 պարախմբի խրախուսում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ու Գավառի համայնքապետարանը։
Մայիսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4983 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 209 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 179, առանց վարորդական իրավունքի վկայականի 336, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 50, չամրակապված վարելու 961, առանց մանկական նստատեղի քարսիթի 10, վարելու ընթացքում ծխելու 407, վարելիս հեռախոսից օգտվելու 244, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 40 եւ 1814 այլ իրավախախտում, 173 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 420-ը տեխնիկական զննություն չանցած, 80-ը լուսարձակների անսարքությամբ, 71-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15155 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 231, առանց վարորդական իրավունքի վկայականի 662, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 74, չամրակապված վարելու 3739, առանց մանկական նստատեղի քարսիթի 209, վարելու ընթացքում ծխելու 426, վարելիս հեռախոսից օգտվելու 577, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 57, արագության գերազանցման 2242 եւ 4341 այլ իրավախախտում, 478 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1646-ը տեխնիկական զննություն չանցած, 359-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 20 բեռնատար, 151-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ տարվել 55 անձ։ Համայնքային ոստիկանության Քանաքերձայթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին ժամը 20:05-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Րոպեներ անց ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել։ Կենտրոն զանգարած քաղաքացին հայտնել էր, որ Պարուժ Սևակի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անց տեղափոխվել է հիվանդանոց։ Քանաքերձայթունի բաժնի ամենքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ռուբինյանց Պարուժ Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել մարմնական վնասված պատճառելու կասկածանքով ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ ինքն է դանակահարել 22-ամյա համերկրացուն։ 23-ամյա օտարերկրացին կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Քանաքերձայթունի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 23-ամյա երիտասարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ժամը 22:49-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 22-ամյա Վիջեյ Կն մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկանները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել եւ տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 8 գրամից ավելի զանգված եւ գաղտնի փականով ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցն իրացրել է Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել են մարիխուանա, շոկո, կոկային եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող ընդհանուր 34 գրամից ավելի զանգվածներ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ապօյինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին։ Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նորաչնի, մյուսը Երևանի բնակիչ։ Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով։ Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Telegram-յան մի կայքեջի օգտատիրոջից իրացնելու նպատակով։ Պարզվեց նաև, որ նրանք նախքան ձերբակալվելը Արաբկիր վարչական շրջանում տեղադրել են 2 փաթեթ, որի դիմաց պետք է գումար ստանային։ Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կրկին հիշեցնում ենք, որ քրեաիրավական իմաստով թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը ևս իրացում է, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։